Պարոն Սիմոնյան, եթե Բաքուն այս ընթացքում նոյեմբերի 9-ի կետերը չի կատարել, արդյոք ինչն է հիմա ստիպելու, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքելու դեպքում այդ կետերը իրականացնի եւ վտանգ չկա, որ մենք մեր կետերը այսպես պարտաճանաչ կկատարենք ու կստացվի, որ Հայաստանը միակողմանի է զիջումների գնում։ Բանի այտենց խելագարության կանխավարկածից ենք խոսում, որը միշտ կա։ Ես չեմ ասում չկա։ Ինքը միշտ կա մեր աշխարհում, որ ասենք, չգիտեմ, անհավանական վերջի 5-7 տարին աշխարհում բոլոր անհավանական բաները տեղի են ունեցել։ Ռուսները ուկրաինացիների հետ են պատերազմում, կանադացիները ամերիկացիների հետ են պատերազմում, ասենք Ամերիկան պատրաստվում է Գրենլանդիայի նկատմամբ նկարտում, ասենք խելագարության կանխավոր իհարկե ամեն ինչ կարա տեղի ունենա։ Կարող ենք պայմանագիրը ստորագրելու ժամանակ, չգիտեմ, գրիչներով մարդիկ հարձակվեն իրար վրա, բայց ասենք այդ ասելը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է խաղաղության պայմանագիր չհամաձայնեցնի, համաձայնեցնելուց հետո 4 տարի աշխատելուց հետո այդ պայմանագիրը չստորագրի։ Իհարկե միշտ էդի կա, բայց այդպես միշտ կարելի է ամեն ինչ ասել։ Ամեն ինչ կարելի է այդպես հերքել միշտ։